Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, ձեր սպասված, այո ես չեմ վարանում արդեն ասել, որ ձեր սպասված հաղորդումն է, քանի որ ձեր բոլոր արձագանքներից մենք հասկանում ենք, որ հետաքրքրում է ձեզ հաղորդումները եւ դրա համար հատուկ շնորհակալություն։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այսօրվա պատրաստելիք ուտեստը պատկանում է սառնապուլների դասին եւ ունի հետեւյալ բաղադրությունը. սիսեր, մարինացված լոլիկ, թարմ լոլիկ, սխտոր պիտի օգտագործենք եւ կարմիր եւ կանաչ տագդեղ։ Սմբուկ է հարկավոր մեզ, նաեւ կիտրոնահյութ եւ կանաչիով կհամեմ ենք, աղ, կարմիր, պղպեղ եւ ամենակարևոր եւ հիմնական համեմունքը, որ միշտ մենք կրում ենք ձեզ համար, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, ինչպես նշեցի, ուտեստը սառնապուլների դասին է պատկանում, ունի շատ պարզ բաղադրություն եւ նաեւ պարզ պատրաստման եղանակ։ Նախորոք խաշված սիսերը նորից խաշում ենք։ Դուք գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, որ ապուրները դասակարգված են, այսինքն մենք ունենք թանձրապուրների մեծ շարք, ունենք սառնապուրների մեծ շարք, անուշ ապուրների մեծ շարք եւ պարզ ապուրների մեծ շարք։ Հիմա մենք պիտի կտրատենք այս ամբողջ մթերքը, թարմ տագդեղը, մանր խորանարդիկների, ինչպես ուշադրություն դարձրեցիք, այստեղ յուղ կամ ձետ եւ ընդհանրապես սոխառած չկա, սոխառածի մասին խոսք չգնաց։ Իսկ եթե պիտի օգտագործենք ոչ եփված սիսեր, բնականաբար պիտի թրջենք 6 ժամ առաջ, հետո սկզբից սիսերը խաշենք, կարելի է խաշուն սիսերի, այդ սիսերի արգանակը վերցնել, կարելի է նրա վրա հենց պատրաստել։ Բայց քանի որ ուտեստ ավելի շատ մենք ուզում ենք, որ համային հատկանիշները վերցնի բանջարեղենից, այդ դեպքում բնականաբար խաշուն կամ արգանակը սիսերի, ինչպես նշում ենք, հարկավոր է վերցնել։ Մաքրենք ամբողջապես սմբուկը։ Կտրատում ենք նաև սմբուկը մանր խորանարդների, ավելացնում ենք ապուրին, հիմա թարմ լոլիկը սկզբից, այսպես պիտի մաքրենք կեղևից, հետաքրքիր է, որ ուտեստի մեջ եւ թարմ լոլիկ պիտի ավելացնենք եւ նաեւ մարինացված լոլիկ։ Ինչքան էլ որ սառնապուր է, բայց այստեղ հետաքրքիր է, որ պահպանված է թթու միջավայր ունենալու այդ կարևոր հանգամանքը։ Նորից մանր խորանարդիկների ավելացնելու ենք նաև մարինադացված, այսինքն մի քիչ թթվեցված լոլիկը, սխտորը կտրատենք, խառնենք խյուսին, օգտագործվելիք կանաչիների, այսինքն համքեղ, մաղադանոս եւ սամիտ, մի մասը, կես մասով հարստացնենք այս զանգվածը, այս մեթոդը մեզ արդեն քաջածանոթ հատուկ համեմելու մեթոդն է,
եւ կօգտվենք այն բոլոր հնարավորություններից, որ թույլ է տալիս այս մեթոդը, այսինքն կավելացնենք նաեւ կանաչիների եւ սխտորի հետ աղը, համեմի սերմը եւ կարմիր քաղցր աղացված պղպեղը։ Շարունակենք այն դանակի օգնությամբ խառնել, տրորել, ինչպես կուզեք անվանեք, եւ այս ամբողջ զանգվածը կմիացնենք ապուրին։ Շատ կարծիքներ են լսում մեր խոհանոցի շատ կալորիական լինելու մասին, շատ հագեցած լինելու մասին, բարեկամներ, կարծում եմ սա եւս մեկ օրինակ է, որ հավասար, այսինքն հավասարակշռված կալորիականության մասին է խոսքը։ Ուտեստներից մեկն է հիմա որ մենք պատրաստում ենք, այստեղ յուղի մասին ընդհանրապես խոսք չգնաց եւ յուղ ընդհանրապես չօգտագործեցինք։ Այսքանն էր, վերջում մենք պիտի ավելացնենք կիտրոնահույութ, նորից պիտի համեմենք վերջնական տեսքով եւ ապուրը կներկայանա մեզ իր ամբողջ շուկով, բայց դրա համար հարկավոր է 12-ից 15 րոպե սպասել։ Կսպասենք այդ ժամանակը եւ վերջնական տեսքով կներկայացնենք ձեզ ուտեստավորությամբ։ Անցավ 15 րոպեն, հարգելի հեռուստադիտողներ, փոքրիկ համտես։ Ահա, հիմա մնում է քամենք կիտրոնը, պատրաստենք նաև վերջնական նորից համքեղ, մաղադանոս և սամիտ, այս անգամ նաև ասպրամ։ Ավելացնենք կիտրոնի հյութը, մի քիչ աղ, կանաչին, ծածկենք կափարիչով, համը բռնենք, որ չփախչի։ Մատուցման ափսեն, այո, նորից հիշեցնեմ, թե ինչպես պատրաստեցինք, խաշված սիսեռը եռացրինք, ավելացրինք թարմ պղպեղ կտրատված, սմբուկ, սխտոր, թարմ և մարինադացված լոլիկ, վերջում ավելացրինք կիտրոնահյութ, նորից համեմեցինք կանաչիով, համքեղ սամիտ և մաղադանոս, և ահա այս ապուրն էր, որ այսքան համակ ուշադրությամբ միասին պատրաստեցինք։ Բարեկամներ, նորից հիշեցնեմ, որ ապուրը դասվում է սառն ապուրների շարքին, այսինքն ապուրը պիտի ճաշակենք սառը, իհարկե կարող ենք նաև տաք ճաշակել, բայց իրականում ինքը սառն ապուր է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ, որ ձեր սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ եւ նրանք նպաստեն ձեր առողջությանը եւ հաջողություններին։ Հպարտ լինենք հայ լինելու համար եւ ինչու պիտի չհպարտանանք։ Ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Սառնապուր, սիսեռ 200 գրամ, մարինացված լոլիկ 1 հատ, թարմ լոլիկ 1 հատ, գունավոր տագդեղ 80 գրամ, սմբուկ 100 գրամ, սխտոր, կիտրոնի հյութ, աղ, կարմիր պղպեղ, կանաչի, բարեախորշակ։ Ապուր
կանաչ լոբի 100 գրամ, ալյուր 1 ճաշի գդակ, կարագ 50 գրամ, կաթ 150 մգ, ձվի դեղնուց 2 հատ, սոխ 80 գրամ, սմբուկ 100 գրամ, աղ, պղպեղ, կանաչի, բարեխորշակ։